Բարի լույս, երեկվա ազգային ժողովը կիսով չափ եմ նայել, ճիշտն ասած, նախ շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին, հատկապես նոր սկսնակ, իսկ հներին Հասմիկին, Ռուբեն Ռուբինյանին և հին շատ պատգամավորներին էլ ավելի թող Աստված իրենց ուժ տա և համբերություն իրականում, իսկ նոր սկսնակ մեր պատգամավորներին, ես նկատել եմ երիտասարդ պատգամավորներ ունենք, ձեզ իրականում հաջողություն, խոսեմ ուրեմն Շիրազ Մանուկյանից, մի քայլ առաջ արի, ասում է, ես պատերազմ տեսած մարդ եմ, ինձ հետ հարգալից խոսեք և 2023 թվականին ես պատերազմի մաշկի վրա եմ զգացել և եկել եմ, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեմ։ Եվ խոսում է իհարկե Վահագն Ալեքսանյանի կրթական ցեզից։ Ես նախ ասեմ, որ դու կրթական ցեզ չունես, քո մոտ այն լրիվ 0 աստիճանում է գտնվում։ Զուտ նրա համար, որ դու ուժեղ Հայաստան կուսակցությունից ես։ Քո նախագահն ով է կուսակցության, դու ով ես։ Պարզ է, որ մեկը գորտիկ է, մեկն էլ պետք է լպծուրիկ լինի։ Դու ով ես, որ առանձնացնես քո անձը, որ դու պատերազմի մասնակից ես ու պետք է քեզ հետ հարգալից խոսեն։ Այլ լպծուրիկ դուք ես տեսել ես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կան ևս պատգամավորներ, երիտասարդ, որ նրանցից որևիցե մեկից մենք չլսեցինք նման հարցազրույց կամ ինչ-որ ցենզուրայից դուրս արտահայտություն։ Մարդիկ լուռ նստած հետևում էին։ Առաջի քայլն էր իրանց, ազգային ժողով, զսպվածությունը և հարգանքը ամեն դեպքում կար։ Իսկ դու առաջի օրով քեզ արդեն ցույց տվեցիր լրագրողների մոտ, ես ասում եմ պատերազմի մասնակից եմ, ինձ հետ հարգալից։ Հա, լպծուրիկ, պատերազմի մասնակից ես, մեր մնացած պատերազմի մասնակիցները հեչ։ Միայն քեզ հետ պետք է հարգալից խոսեն։ Այ ճանճ, դու քեզ տեսել ես։ Вообще առհասարակ ուժեղ Հայաստանի լկտիությունը, ցինիզմը ազգային ժողովում առաջի օրով արդեն բավական էր, որ իրենք հանրությունից ստանան ոչ դրական պատասխան։ Առաջի օրով ազգային ժողովում այդ կարգի ոնց ասեմ, բարդակ սարքել, հետո էլ պահանջում ենք ազգային ժողովից, որ ամեն ինչ լինի կարգուկանոն։ Ոնց լինի կարգուկանոն, եթե ունենք այսքան անդաստիրակ մարդիկ։ Բառիս ամենաբուն իմաստով։ Ցինիզմն ու անդաստիրակությունը սրանց գրպաններում լցված է։ Տարական կրթվածություն չունեն, ուժեղ այսինքն կային էլի ընդդիմադիր։ Նրանցից հələ չենք պրծե, իրենք են եկել։ Եվ բացի դա, պատգամավորները, որ ազգային ժողովում կապ չունի, ընդդիմադիր եք, թե իշխանամետ, եթե դուք երթում չեք ուտում, ձեր ընտրած մարդկանց առջև, որ պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, պարտավոր եք բարելավել Հայաստանի Հանրապետության ապագան, քաղաքացիների ապագան, որ ձեզ են ընտրել, то есть եթե դուք
չեք երդվում, այդ քաղաքացիների առջև չունեք պարտականություն, դուք զրո մարդ եք։ Ձեր ընտրած քաղաքացիները հիմա թող տեսնեն ձեր արարքը ազգային ժողովում։ Ցավակցում եմ մեր պատգամավորներին, իշխանական, որ ձեր նմաններին պետքա սանձերը հավաքել, դաստիարակել, այդ թվում նաև պետքա դրա հետ մեկտեղ աշխատեն։ Իրականում 3 գործողություն համատեղ պետք է անեն։ Ազգային ժողովի նախագահան ելույթում, երբ որ նշում էր Ռուբեն Ռուբինյանն է, չէ՞ կարծեմ, երբ որ նշում է եւ ասում է եկեք թողենք դրսում այդ նեգատիվը, կոպիտ ասած այդպես, եւ գալ ազգային ժողով քննարկել ցենզուրայի մեջ, գիրտ իրավիճակում քննարկել առհասարակ Հայաստանի Հանրապետության խնդիրները, քաղաքացիների հարցերը, մարդը իրականում ճիշտ է ասում, կպել եք Թուրքիայից Թուրքիա, հա հետո ինչ։ Ավելի լավ է մարդը Թուրքիայում աշխատի նախկինում, չեմ ձեր Շիրազ Մանուկյանի նման լպծուրիկ լինել եւ խոսել չիմանալ, ասում է ես մարդը հիմա նախկինում կարող է աշխատել, ինչ կա դրա մեջ, ասում է ես եկել եմ որ Իրան հանեմ, Իրան ումը վարչապետին նկատի ունես, քո ղեկավարությունը սկի չկարացավ հանի, դու ով ես, այ ճանճ, չէ, մոծակ, որ կանգնես աջակիցների առաջ կփչեն կթռնես, դու ով ես, ես ուղղակի փորձում եմ ակուրատնի լինել եւ չվիրավորել, բայց զգուշացնում եմ ընդդիմությանը, եթե ազգային ժողովում, հատկապես ուժեղ Հայաստանը, ձեզ կոռեկտ չպահեցիք, լինելու է շատ դաժան հանրության կողմից։ Ոնց ուզում եք դա բնութագրեք, ինչ չի հետաքրքրում։ Կասեք ՔՊ-ի մոդելն է, կասեք ՔՊ-ի բլոգերն է, կասեք ՔՊ-ի էսա, բացարձակ ինչ չի հետաքրքրում։ Եղեք կոռեկտ, ցենզուրայի մեջ եւ մի քիչ էլ կրթվեք տանը, գոնե, խոսել իմանաք, կան քաղաքական սուր քննադատություն, խնդրեմ, պաժալուստա, բայց կոռեկտությունը, դաստիարակությունը, ցենզուրայի մեջ խոսելը շատ լավ բան է, իրականում, ակուրատնի եղեք, թե չէ ոչ թե միայն ես իմ ստատուսում էլ գրությունով էլ հանդես եկա, թե չէ ոչ թե միայն ազգային ժողովի պատգամավորներից պատասխան եք ստանա քաղաքակիրթ մակարդակով, այլ նաև հանրության կողմից, հատկապես իմ։ Բոլորիդ լավ օր, եւս մեկ անգամ բոլորին շնորհավորում եմ, Շիրազ Մանկիկին էլ կառաջարկեմ, գոնե մի քիչ կրթվի։ Երբ որ դու քո բերանը բացում ես ու փորձում ես հարցազրույց տալ եւ ել ավելի կայանալ, դու քեզ խայտարակ ես անում։ Իջնում ես բլենդուզից ցածր։ Ցավում եմ, որ ուժեղ Հայաստանը կարողացել է նման պատգամավորով մտնել ազգային ժողով։ Խեղկատակություն, խայտարակությունը այ իրականում դուք եք։ Ձեր յուրաքանչյուր պատգամավոր, նմանատիպ պատգամավորները ձեզ պատիվ չեն բերում, այլ ձեր պատիվը իջեցնում եւ հավասարեցնում են Պոլի Տերյապկին։ Այսքանը ձեր մասով, վերանայեք ձեր պատգամավորներին, չնայած արդեն ուշ ոնց հասկանում եմ։ Բոլորիս համբերություն ժողովուրդ ջան եւ ուրախ աշխատանքային շաբաթ։ Գնացինք աշխատելու, ժամ արդեն 9-ը։